հասկանը։ Շնորհակալություն։ Մեր հաղորդման ավարտին ուզում եմ ասել. ովքեր պետք է խոսեին, խոսեցին ու լավ խոսեցին։ Ովքեր չպետք է խոսեին, լռեցին օլիմպիական հանգստությամբ։ Խոսողները եթե անգամ վաղը պարտվեն, ի հետևանս ազգային ժողովում հունիսի 22-ին տեղի ունենալիք քվեարկության, բաց ճակատ են ներկայանալու հասարակությանը, որովհետև նրանցից յուրաքանչյուրը չունենալով իշխանական որևէ լծակ, գործել է իր հնարավորությունների չափով, յուրոպսանն։ Չխոսողները գուցե սոփեստություն անեն ասելով. գիտեինք ինչ է լինելու սրա վերջը։ Մյուս կողմից էլ ինքնըստինքյան հասկանալի է, որ պատեհապաշտներին մի կողմ թողած, բոլորը չէ, որ պայքարի մարտիկ են, սակայն մի բան պետք է հասկանան բոլորը եւ յուրաքանչյուրը առանձին։ Համազգային աղետի դեպքում բոլորն են պարտավոր զինվոր դառնալու։ Այսօրվա այս սառը պատերազմի ելքը կարող է աղետաբեր լինել մեր վերջին պետականության համար, ազգային ժողովի հարգելի падգամավորներ։ Եթե մի կողմ չդնեք նեղ ու անձնական բոլոր շահերը եւ իլուր ամենքի, ոչ չասեք լեզվի մասին օրենքում նախատեսվող ազգադավ փոփոխություններին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել հունգար գրող եւ հրապարակախոս Բելա Համվաշի հետեւյալ խոսքը։ Մեջբերում եմ. գլխագանգի մեջ զետեղված ստամոքսը եւ որովայնում աղիների միջև հայտնված ուղեղը դառնում են դիվային բաներ, երբ աղիքն է սկսում մտածել, կազմում է աղիքային նախագծեր։ Մեջբերման ավարտը։ Նման նախագծերը պետք է ոչնչացնել սաղմի մեջ, որովհետև դրանց աշխարհաքաղաքացի, օտար բառով ասած կոսմոպոլիտ հեղինակները մեր հինավուրց երկիրն իր մշակույթով ուզում են դարձնել անհայրենի գաղափարների գերեզմանոց։ Թույլ չենք տա, հանուն ոչ մի բանի, որովհետև երկիր մոլորակի վրա մեր միակ խարիսխը մեր լեզուն է, այլընտրանք չունենք, որովհետև հետադարձ ճանապարհ չկա։ Սա հայոց անկախ պետականության պահպանման մեզ ընձեռված վերջին հնարավորությունն է։ Չընկրկենք, հայրենակիցներ, պատմությունը մեզ չի ների, երբեք, ուրեմն ոչ օտարամոլությանը մեր սրբազան հայրենիքում։ Երթումի պես հիշենք բոլորս, մեր լեզուն մենք պետք է պաշտպանենք, մեր լեզուն մենք պետք է պաշտպանենք, մեր լեզուն մենք պետք է պաշտպանենք, մեր պետականությունը մենք պետք է պաշտպանենք, մեր պետականությունը մենք պետք է պաշտպանենք, մեր պետականությունը մենք պետք է պաշտպանենք, մեր պետությունը մենք պետք է կառուցենք, մեր պետությունը մենք պետք է կառուցենք, մեր պետությունը մենք պետք է կառուցենք։ Սիրելի հայրենակիցներ, դուք լսեցիք ոչ օտարալեզու դպրոցներին Հայաստանի Հանրապետությունում շարքի հերթական հաղորդումը։ Մեր ձայնասրահում էր Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան եւ քաղաքագետ Արմեն Այվազյանը։ Ակունք ռադիոհանդեսին ուղղված ձեր հարցադրումները, առաջարկությունները եւ ցանկությունները, ինչպես միշտ, կարող եք հայտնել մեր մշտական հեռախոսահամարով 54 88 70։ Վեմ ռադիոկայանի եթերում ակոնք ռադիոհանդեսի հերթական հաղորդումներ։ Ներկայացրեց հեղինակը Հասմիկ Գուլակյանը։